Թուրքիի խավարը Պրոշյանի ձեռնարկությունը համտեսի էր ներկայացրել հայկական սննդամթերքի վերջին մեծ ցուցահանդես էքսպոյում։ Այն, որ միայն ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը սկսել է ընդլայնել բիզնեսը։ Հողագործին աջակցելու համար Պրոշյանի կոնյակի գործարանին եւ անձամբ տնօրենին ոսկե մեդալ են տվել։ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողներին ուսման վարձերը վճարելու հարցում կրթության և սփյուռքի նախարարությունները 40 միլիոն դրամի օժանդակություն կցուցաբերել։ Հիմնադրամը առաջարկում է, որ 2013 թվականի բյուջեով նույնպես նախատեսեն ֆինանսական միջոցներ այդ ուսանողներին, սոցիալապես անապահով ուսանողներին կամ գերազանցությամբ սովորող ուսանողներին ֆինանսապես օժանդակեն։ Կրթական հերթական լաբորատորիան բացելու կապակցությամբ։ Բելգիական կազմակերպության ղեկավարը Հայ գործընկերոջ անունից շատ վստահ է խոսում, քանի որ րոպեներ առաջ են փաստաթուղթ ստորագրել Հայաստանում էկոլոգիական հետազոտությունների ժամանակակից լաբորատորիա հիմնելու վերաբերյալ։ Հուսով եմ կգա օրը, երբ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը այժմյան 100,000-ից կհասնի 1 միլիոնի։ Ես պարզապես հիացած եմ ձեր նոր օդակայանով, Քութայիսի մեր օդակայանը վերանորոգելիս կօգտագործենք ձեր փորձը։ Բյուջե 2012-ին նախագիծ մտած շքեղության հարկը պետք է ոչ միայն թանկարժեք ավտոմեքենաների վրա տարածվի, այլև ճոխ շենք-շինությունների։ Երկրի 1000 խոշորագույն հարկատուները միասին 9 ամսում բյուջե են վճարել մոտ 353 միլիարդ դրամ, դա գրեթե 11%-ով գերազանցում է նախորդ տարվա նույնատիպ ցուցանիշը։ Դատաիրավական համակարգը շարունակում է մնալ ոլորտի աքիլլեսյան կարճապարը։ Եկող տարվանից դատավորների նկատմամբ պահանջները կխստացնեն։ 4 տարի անց կոռուպցիայից ազատված ամբողջությամբ նոր արդարադատության համակարգ կտեսնի։ Տարին 1 բառով բնապահպանության նախարարն իր ոլորտում որակել է հագեցած։ Փրկվեց, անձնագրավորվեց թրջկանի ջրվեժը, բնության վրա մարդու և տնտեսության բացասական ազդեցությունից հեռու բացվեց Արփիլիչ ազգային պարկը։ Դրանք էր ոլորտի տարվա նվաճում, ասել է Արամ Հարությունյանը։ Աշխատանքի համար եմ զանգարել։ Ահա։ Վաղը ժամը 1-ին։ Ահա շատ լավ։ Լավ։ Մերսի, հաջողություն։ 2012 թվականը մենք շատ բարձր ցուցանիշներով ենք փակում, նաև ասեմ, որ Վանաձոր համայնքի բյուջեն կատարվում է համարյա 100%-ով։ Մտեք։ Մուշ 2 թաղամասում 22 բնակելի շենք է հանձնվել շահագործման։ 315 ընտանիք, որոնց անդամները ներկայացնում են բազմաֆունկցիոնալ շենքային համալիր ճարտարապետական ժամանակակից լուծումներով։ Վարչապետը նախայցելել է Վարպետաց թաղամաս, որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքի։ 1056 ընտանիք ապահովված հարմարավետ բնակարանով, խաղահրապարակներով, գիշերային լուսավորությամբ եւ կանաչապատ տարածքով։
Իսաղից ասավանջատ է կերախոսների Ների վրա տարածվի այլև ճող շենք շինությունների։ Հողացու խնդրանքը պետությանը արևածաղիկ հավաքել կոմբայններ կրելն է։ Շահավետ բիզնեսն այս կողմերում վարակ Բանալիների պահը որտեղ կալիստերի տերիտարը, դրսում կա։ Մեկ աչ ենք հասցնի, երեխեք շանն արդեն այդ 20-30 Կիրակի օրերից, ասած բոլոր օրերի աշխատանք մեր Ստորակ է։ Դուք հայտարարությունով եք չէ եկել Հայտարարությունով ժամավճար բան ընդերքի տեսնել։ Ժամավճար կես միլիոնով։ Կես միլիոն չէ, որովհետև դու քան չկաս ես։ Ամի ծիծաղի դե հայկու է